Խաղացուն սերի քրիստոնյա եղերորդ նված Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 38 խոսքից ասում է եւ եղավ որ նրանք գնալիս ինքն էլ մի գյուղ մտավ Հիսուսը եւ մի կին անունը Մարթա ընդունեց նրան իր տունը եւ նա մի քույր ուներ անունը Մարիամ եւ սա Հիսուսի ոտների մոտ նստեց եւ լսում էր նրա խոսքերը Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր եւ եկավ կանգնեց եւ ասեց Տեր հոգը չէ որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու ուրեմն ասիր դրան որ օգնի ինձ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան Մարթա Մարթա դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղված ես բայց մեկ բան է պետք Ինչը Մարիամը բարի բաժինը ընտրեց, որ վերջի առնիլ նրանից, այսինքն Հիսուսի աչքերի Հիսուսի համար, երկնքի համար, տիրոջ համար բարի բան ընտրելը, որն այսօր մեր համար, որ մենք բարին ենք ընտրում անել, որ Մարիամը կատարեց, որ Մարթան չարեց, նստեց Հիսուսի ոտների տակ և Հիսուսից լսում էր խոսքը Բայց ասավ Մարթա, Մարթա, դու շատ բաներում զբաղված ես։ Այն բաժինը, որ Մարիամը ընտրեց, իրանից դա վեր չի առնվել։ Բայց այն քո զբաղված լինելը Մարթա, դա ժամանակավոր է, դա դու այսօր զբաղվեցիր, վաղը դա չկա։ Բայց Մարիամի արածը նրանից վեր չի առնվել, նա միշտ հավիտյան մնայուն է, նստել Հիսուսի ոտների տակ, սովորել, լսալ եւ վերցնել իրանից։ Տերը օրհնա քեզ։ Թող Տիրոջ Սուրբ Ոգու զորությունը, օրհնությունը, բժշկությունը կա այսօր քո կյանքի մեջ։ Եղիր օրհնված Հիսուսյանով, եղիր բժշկված Հիսուսյանով, թող Սուրբ Ոգու փառքը կա այսօր քո վրա։ Տերը ողորմա քեզ, Տերը գթա քեզ, Տերը ներա քեզ, Տերը զորացնա քեզ, Տերը սրբալվացա քեզ։ Միայն գտիր ժամանակ նստի Տիրոջ ոտների տակ իրանից խոսքը լսիր, սովորիր եւ եղիր բժշկված։ Վա իմը Հիսուսը, փառքես Տեր Հիսուս։ Թող քո հավատքի չափ, քո հավատքին համաձայն քո ամեն տկարությունները, վախերը հեռանան քեզանից։ Չլինես մերժված, չընդունես մերժվածությունը, չընդունես ինքնամերժված չլինես, հասկացիր, հավատա որ Տերը քեզ սիրում է, դու ընտրված ես, դու փրկված ես, դու օրհնված ես եւ օծված ես եւ զորացված ես Հիսուսի անունով։ Անցիր այդ ճանապարհը քո կյանքի, Տերը քո սրտի անապատներում կետեր է բացելու։